Իսկական ժամն է։ Մի քիչ սպասենք, թող միանան մեր ընկերները։ Եվ մի քիչ զրուցենք միասին։ Ժողովուրդ ջան։ Շատ կարևոր, երևի զրույց կտանանք հեսա մենք իրար հետ։ Մի քիչ մեզ հարմարցնենք, լավ այսպես։ As a Turk. Ուրեմն կներեք, որ ծախում եմ, մի քիչ էլ ջղայնացած եմ, ճիշտն ասած, լսվում ա չէ ձայնս։ Ուրեմն այսօրվա իմ եթերը կուզենամ լինի, ոնց որ ասած, միասին մի քիչ մտնենք խոսակցության մեջ էլի իրար հետ, ժողովուրդ ջան։ Ուրեմն առավոտյան ես եթեր դուրս եկա եւ ուզեցի ներկայացնեմ ձեզ մեր հերթական աշխատանքը, քանի որ մի քանի օր առաջ ես խոստացել էի, որ պետքա մեր սարքերը բարձրանան սահման եւ ցույց տվեցի այսօր իրանց սահման գնալու ուղարկելու պահը, սակայն իմ համար մի քիչ անհասկանալի է հետեւյալ հոգեբանությունը մեր շատ ու շատ մարդկանց մեջ էլի։ Շատերը ուրեմն գրում են, ինչի համար եք ցույց տալիս, թե խիեք ուղարկում է տեղացը սահման, թուրքը կիմանա, ներքին թշնամին կիմանա, մյուսը կիմանա, նախ ասեմ մի բան, այնտեղ մեկը գրել էր ավտոմեքենայի համարները խիեք ցույց տալի, թե դուք որտեղ եք ավտոմեքենայի համար տեսել, այստեղ երևում է արդեն որոշ մարդկանց ոչ թե անհանգստությունը մեր սահմանի վրով, այլ երևում է այն չուզողությունը, հա, ես կարամ ասեմ, ինչ է նշանակում, ուրեմն ես չեմ հասկանում, թե ինչ կարելի է խոսալ, ինչ կարելի է ցույց տալ, ինչպես կարելի է ցույց տալ։ Հիմա խնդիրը նրանում է, որ այն կոմենտները, որ գրել են, իհարկե YouTube-ով գցել են մեր լրագրողներից մեկը, իմ նախորդ հաղորդման սկզբից դրել են, այդտեղ ավելի շատ գնացել, այստեղ օրինակ մեկը ափսոս YouTube-ով չի զգացվում ովքեր են էլի գրողները, ժամել ասա, որ կողմա գնում, մի քիչ էլ ամեն ինչի տեղը կգա ու այդ այստեղ լրագրողին են բան արել։ Ասում է, միթե չի կարելի չբարձրաձայնել, որ ուղարկում եք այդ տեղացը սահման, չէ, չի կարելի չբարձրաձայնել, նախ բարձրաձայնելով, եթե ամբողջ լրատվական միջոցներով դուք հələ չեղած զենքերը, որ պետք է արտասահմանից մենք ներմուծենք ու այդ զենքերի համար հայտարարություններ եք տալիս եւ այլն գաղտնիքներ եք բացում։ Ես իմ աշխատանքների պահով, իմ թիմի աշխատանքների պահով մենք մեր հայտարարություններ եք տալիս, ինչ են ասում։ Զրույց ենք տանում մեր ժողովրդի հետ, մենք ոգևորում ենք մեր բանակի ու ժողովրդին ու այո, Ասմիկ ջան, գուցե իմ ժամանակն են ուտում, դրա համար են այդպեսի բաներ գրում էլի, բայց
չի կարելի այդպես վախկոտ լինել նախ առաջին հերթին, երկրորդ իմացեք մի բան, ճիշտ է, ես ընդունում եմ, հարգում եմ բոլորիդ ասենք կարծիքները, բայց մի բան հաշվի առեք, որ այս ամեն ինչը նրա համար է, որ իմանանք մի բան, թե ինչ կարող ենք անենք մեր երկրի համար, ու մենք չենք անում։ Եթե այսօր մեր թիմը միայնակ կարողանում է նմանատիպ աշխատանքներ տանի ու հասցնի մեր զինվորին ինչ որ պետք է, ես ու այդ վախկոտությունը, հա, ամենաշատը որ կա ձեր մեջ, այդ ես չեմ կարող ընդունեմ։ Մի հատ բան, վայ մի ասեք, հանկարծ թուրքը չիմանա, հանկարծ Ալիևը չիմանա, նախ մենք ասում ենք այն բոլոր թույլատրելի սահմանների չափով, ինչ որ ասում ենք, երբեք չենք ասում են, հանկարծ ես էլ որ չասեք, ասեք այդ բայ չեք անում։ Հիմա որ կողմով կարանանք շարժվենք էլ այս ամեն ինչը, բա ոնց չկայնիմ ասեմ, որ այ ժողովուրդ ջան, այսքան գործանում ենք մենք եւ այս ամեն ինչից զատ, ուրեմն այս ուղիղ եթերի մասին է խոսքը, այսօր որ ես արել եմ։ Մեքենայի, տեսեք, համարների դեմը մտածված կանգնացրել ենք մենք մեր սպային, որպեսզի չերևան մեքենայի համարները, ու այս հանուր մի մեքենա է երևում, մեքենայի ներսն ոչ մի բան չի երևում, այն ինչ որ ցույց է տվել, եւ այս ամեն ինչի մեջ ինձ ասում է Եք ցույց տալիս մեքենայի համարները, եք ցույց տալիս, թե դուք ինչ տեսակ այդտեղ ես զարմանում եմ, ես ինչքան բան եք դուք էլի գործից, ինչքան գրագետ եք այս ամեն ինչից, որը այսպես մի անգամից ջոկում եք, թե մեջը ինչ էր դրված, ոնց է աշխատում, ուղղություն եք արդեն որոշում, հա թե ուր է եթում, այս ամբողջ ձեր խոսակցությունը նրա համար է, որ բացահայտվի, թե ոնց գնաց, ուր գնաց, ոնց ասավ։ Ուրեմն այդ դատարկությունները թողեք միանշանակ, եթե մտածում եք մեր երկրի մասին, մտածում եք մեր բանակի մասին, եկեք կանգնեք մեր կողքը։ Ես բարձ հստակ ասում եմ, էլի։ Շատ ճիշտ ես ասում, Արմեն ջան, ով հաչա, իմ գործը միշտ էլ աչա, այդպես էլ լնելու է, որտեղ իմ թիկունքին կանգնած է իմ ժողովուրդը և հնարավոր չէ, որ մեր գործը աչ չլնի, դե ուղղակի, գիտեք, մի բանը քիչ էր, մեր զոմբիներ են անեղր կմվրեքս էլի, իմի սրա հերթն է եկել, ու ես ամեն ինչի մեջ Այս ամեն ինչի մեջ գալիս է այն պահը, որ ոնց ասեմ ձեզ էլի, իրոք, եթե մեզ ու համոզվում ես, թե ինչքան կան նմանատիպ, ասենք, սրիկաներ էլի, ես կարող ասեմ սրիկաներ, սրանք ազգին, բանակին կամ երկրի ցավացողները չեն, ու հիմնական ասենք կին արմատ, չգիտեմ ով այդպես մարդիկ հիմնականում ռաստ են գալի, որ կարում ես բացահայտես անունները, չեմ ուզում ավել պակաս բաներ ասեմ, բայց խնդրում եմ բոլորդ միանշանակ եղեք վստահ, եղավ, որ մեր կողմից 100% մենք ոչ մի գաղտնիք չենք բացահայտում, ոչ մի բան չենք ասում, որպեսզի վնասենք մեր զինվորին, մեր բանակին, ընդհակառակը Այո, փոխանակ դուք ուրախանաք, որ մենք կարողանում ենք նմանատիպ գործեր անենք, բայց հայտնվեցին մի քանի հոգի արդեն, որ տենամ ու նույն մարդիկ կրկնվում են, էլի, կոմենտների մեջ, այն չուզվողությունն ու մյուսն, այսինքն բանն է գալի, որ ես ասում էի, այդ եկեք բոլորս միասին միանանք, եթե սիրում եք այս երկիրը, մտածում եք այս երկրի մասին, ու բան մի արեք, էլի այդ ձևի, դուք չեք սիրում այս երկիրը այդ ձեր դիվան քշելով, այո, դուք դիվան քշողներ եք, հիմնականում, ովքեր որ այսպեսի հարձակումներ են փորձում գործել մեր թիմի վրա, մեր զինվորի, մեր սպայի վրա, դուք ոչ
հասկացաք ինչ ավտոմեքենա էր, որտեղի ավտոմեքենա էր, ոչ ուղղությունը գիտեք, ոչ ավտոմեքենայի համար ենք ցույց տալ, ոչ էլ մեր սպայակազմին ենք ցույց տվել, թե ուր են դրանք գնալու է տեղած, էլի։ Ոնց կարող է պատահել այս բանը, այդ ձեր դեմ պայքարը կսկսենք արդեն մենք, ասեմ իմանաք, էլի։ Ու պետք է ձեզ խելքի բերել մի քիչ եւ խելքի արեք այնքանով, որ ես էլի եմ ասում, այո, իմ ելույթի մեջ ես շատ խելոք ձևով ուրեմն կարողացա բացատրություն տամ, թե ինչ է սպասվում մեզ, իմ հասկացողությամբ։ Եկեք միասնական լինենք այս ամեն ինչի մեջ, ժողովուրդ ջան, չասենք էլի, իմ անձը կարող է պատահի մարդիկ լինեն, որ չսիրեն, չհարգեն, իմ անձս դե կարևոր չի, ճիշտ հասկացեք, բայց ընդհանուր գործը, որ մենք ուզում ենք անենք, այդ գործը եւ քո համար է, եւ իմ համար է, եւ մյուսի համար է, ես հաստատ համոզված ասում եմ, մեր արած գործը շատ մեծ է, եւ չգիտեմ, ասել էի, չէ, որ հələ բան չեմ ցույց տվես, ես խառնվել եք իրար, թե արդեն խառնվում եք իրար, որ թուրքն էլ է խառնվում իրար, հա։ Դրա համար եք խառնվում իրար, որ արդեն թուրքի հերը սկսում ենք անիծել, դրա համար եք խառնվում իրար, խառնվեք այդ դրա համար, բայց ես մի բան էի ասել, չէ, եթե հանգարց իրականում մի անգամ կադրեր ցույց տամ, թե ինչ կարան անեն այս սարքերը, բա այն ժամանակ ինչքան կխառնվեք իրար։ Գրում են բայրակ սարքում թուրքը, դու ռոբոտից ես խոսում, այ էշ։ Հիմա եթե ասեք բայրակստար սարքեին, կասեի կատովային ռուբք չեք սարքում։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, ինչ ես գրում, հա։ Ասեք, եթե մենք այսքանն ենք կարում ենք, փոխանակ դրանով դու ոգևորես, դրանով ուրախանաս եւ այլն, կային ասում ես, ես էդի սարքում գնա բայրակստար սարքի։ Բայրակստար սարքով էլ գնա ուրեմն այդ Էրդողանի փեսին ասա, դու բայրակստար սարքի գնացեք ընդից առեք վերեք, ստե դրեք ես, բա դու ինչ ես սարքում, լավ։ Ասես մի բան հասկանամ, դու ինչ ես անում, որը դες բան ես գրել։ Ասում քո սարքը ումն է պետք, որ են ասում օդը մեր փակ չի։ Դու ինչ գիտես մեր օդը փակ է, մեր օդը բաց է, ինչ ես հասկանում օդը փակելուց կամ բացելուց։ Լասը հասկանամ, որ դες բաներ եք գրում։ Խիեք ժողովրդի կոտրում։ Խիեք ժողովրդի մեջ ահուսարսափ տարածում, ասեք հասկանամ, այս սրիկաներ, հա։ Իսկ դու գիտես, որ մեր օդը փակ է հենց։ Մեր օդը այնքանով է, որ աշխարհի շատ խոշոր տերություններ կցանկանային այս սարքերը, որ մենք ունենք օդը փակողը դրանից ունենան։ Իսկ եթե այդքան լավ մտածող եք, այսքան լավ երկրի մասին հոգացող եք, խի մի անգամ չէ, էլա կռիվանեք, ասեք, խոստացել էիք այն մեր Հակոբին իր գործերը արագացնելու, խի եք մինչև այսօր ստից պատճառներով զգզգում, հա։ Հակոբ Հակոբյանի գործերը, բայց եթե այդքան երկիրը հզորացնելու մասին մտածող եք, այս սրիկաներ, ոնց ասեմ ես ձեզ այլևս, դավադիտ եք ելում մարդու արդեն դուք, ու մեկ էլ մի հատ լավ ճանաչեք ում վրա ինչ եք գրում, հա, եթե թուրքին ինֆորմացիա ես տալիս, հորդ եմ ինֆորմացիա տալի, թուրքին չէ, լավ իմացի հետի։ Ուներիս դուս ես գալիս էլի ուղղակի, այս պահան աստեղ ուղղակի, թե չէ ուրիշ հարց չկա, ժողովուրդ ջան։ Նու հիմնական այսքանը կուզենայի ասեի, այս մասին կուզենայի խոսայի, որովհետև չի կարելի, այդ բաղկոտությունը մշներից հանեք, մենք հաստատ թուրքին հաղթող ազգ ենք, հաստատ ուրեմն մենք հիմա թե ինչ ձևի, ոնց, դուք ուզում եք ամեն ինչը բացայդ, գրվի, ասվի, որ իրոք մեկ քիչ փակագծեր բացենք, թե ինչ արվում, այն ժամանակ ոնց կխոսակ, ոնց կարտահայտվի, կասեք
Թե իրականում ասենք մտածում եք ոնց ենք մի $100 Թուրքից վերցեք, որ վիդեոներ ուղարկեք իրանց այնտեղից ազգին դավաճանեք, այդպես բաներ անեք։ Դե էլ է գալիս, հնարավոր է, դա էլ է շատ հնարավոր, ինչ է եղել որ դա էլ կլինի, չեմ կասկածում։ Քանի հոգի 100, 200, $400 ծախման թուրքերին, շատ շատերը։ Մի դուք ինատուս ես բաներ գրում եք, որ նույն բանը կրկնեք, հա, որ մենք ուներից դուրս գանք, ես ինչ ձևի իրար գանք, որ անընդհատ մենակ խոսում ես, բան չտեսանք մեկ ասում քո գրածների մեջ, քո ցույց տվածների մեջ, մենակ խոսում եք, ինչ եք ուզում տենակ, ինչը չեք տեսել, որ ուզում եք տենակ, հլա չտեսած տեղն ասում եք, խի ես ցույց տալի, խի ես շատ եմ բան անում, ասում, որ մենք սենց բաներ ունենք, լավ ասում եմ ես, բայց դուք ինչ գիտեք, թե ինչ ունենք, ինչից է խոսանք, լասեք հասկնամ, խի եք ուզում բացահայտեք հետի, հա երևի, չի ստացվի, իմ հետ այդ մոմենտը չի ստացվի, որ կարողանաք բացահայտեք, թե ինչի մասին ենք խոսում, չի լինի հետի։ Մի անգամ այն մեր ընկերը մի քիչ բացահայտ խոսած բան արեց, տենանք սա կողմից նորից հարձակումներ վրան, ասենք այ մարդ սուս լստի բաներ մի խոսա, ինչ ասեմ, նենց որ եկեք ճիշտ է, ես կարամ առհամարեմ սրանց, բայց սրանք էլ մեր հայն են, էլի չգիտեմ, ասենք YouTube-ի մեջ էին գցել, էդի հնարավոր է, որ ուրիշ ազգի ներկայացուցիչներ թուրքերը լինեն գրողները, ես չեմ կարող ասեմ այդքան էլի, գուցե եւ դրա ուներից անելու համար գրեցին, ես ինչ ասեմ այդ բաղի համար, բայց ասենք շատակի կան շատ ու շատ մեր հայրենակիցներից, որ անհավատ են մերոց նկատմամբ և այդ անհավատությունը եթե ինչ-որ մեկս մեկի հանդեպ չեմ կհավատում դրանով մենք կկոտրենք մեր բանակի մեջքը ես ասեցի մեր բանակը պետք է շատ ամուր մեջք ունենա բոլորս միասին պետք է կանգնենք մեր բանակի կողքին և ընդհակառակը տվեք տո Ալիևի աշկն էլ հանեք Էրդողանի աշկն էլ հանեք ինչ եք բանանում վախենում այդ բաներից էլի, ոչ մի վախենալու բան չկա, վերջապես, եթե այդ հալույա, այդ մարդիկ տենում եք ինչ ձև են վրա տվել մեզ, իրանց պայմաններն են թելադրում մեզ, ես ես մնացին խեղճ ու կրակուր կգնասենց, ոչ թե Հայաստան, ոչ թե պետություն, մենք երկիր, հող, ջուր, ոչ մի բան չենք ունենա, նրանց նպատակը մեզ բնաջնջելն է, չեք զգում էդի, թելադրում են մեր օրենքները փոխվի, թելադրում են մեր սահմանադրությունը փոխվի, չի կարելի, բայց ձեր ինքնասիրությունը ուր մնաց, ասեք հասկանամ ես կանան մի հատ։ Պետք է դուք պետք հասկանում եք միասնական ձևով մենք պետք է դուխ տանք մեր երկրին էլ, ղեկավարին էլ, բանակին էլ, զինվորին էլ, եթե մենք սենց ընդամենը դիվան քշելով ցույց տանք թե կանք, բանդուշ չի գա դրանով, հասկանում եք, լավ ենք, վատ ենք, մենք ես ենք հմի, իմ ինչն ենք դնենք վառենք մեզի պրսինք ես աշխարից, թե պետք է մեր գոյության համար պայքարենք, պետք է պայքարենք, չէ, եթե գիտեք պայքարի ավելի լավ ձևեր, ասեք իմանանք, միևնույն է, դիվալա գիտարական ձևով մենք պարտված ենք, մեզ մնում է մեր արժեքներով, մեր հոգևոր, մեր հավատքով, մեկս մյուսի հանդեպ հավատ ունենալով, միասնականությամբ կարողանանք պայքարենք մենք վրա, էլի եմ ասում, մենք ենք, մեր դաշնակիցը, մեր ամենաուժեղ դաշնակիցը հայոց բանակն է, հաշվի առեք, ուրիշ դաշնակից այս երկրում մենք չունենք, տեսեք, որտեղ ինչ հանդիպումներ ելնում է մեր ղեկավարության հետ, միանշանակ ի օգուտ մեզ ոչ մի բան չկա, հիմա էլ է բառաչում է այդ Էրդողանը Ալիևի հետ, ուզում են անց անեն, որ տետատետ հանդիպումներով
բանա ուրիշ երկիր չխառնվի, այս խաղաղության պայմանագիրը, բանակցությունա թե ինչա դրան, որպեսզի Էրդողանի թելադրանքով գնա ամեն ինչն։ Այսօր մենք պետք է կարողանանք հասկանանք մի բան, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր դաշնակիցը ու մեր ամենահզոր բարեկամը դա մեր հայկական բանակն է, հաշվի առեք էդի ժողովուրդ ջան, սենց պետք է լինի, ու մյուս անգամ ինձ թող ոչ մեկ չասի թե ես չգիտեմ խի եմ ցույց տալի ինչը, ցույց կտամ կշշպռվիք, հələ ցույց չեմ տվել, նայեք ինչ եմ ասում, գալու է օրը, էդ էլ եք տելալու, կգա օրը կտենակ, այո պետք է ցույց տանք, որ վախենան, թող իմանան, որ կարում ենք արտադրենք, եղավ ճամփեքը, որ փակել են, չենք կարող ներմուծենք, ուրեմն կարանք արտադրենք, թող լավ իմանան իրանք հետի, եղավ ինչ կա, որտեղ լցրեք տակներտու, վայ, հանգարց չիմանան ասենց բան ունենք, անակնկալի բերեք, էս երեք են երեք, դուք ինչ եք ասկնում, անակնկալը որնա սահմանային կամ պատերազմական անակնկալը որնա մյուսը որնա, վաղը մի հատ գմբոց լզած այս գրողները սա փախին է երկրից։ Նեսօր միևնույն է, էլի պայքար տավողը լինելու է բանակը մեր ժողովրդի 10%-ի հետ, մնացածը սաղ թռնելու եք այդ ձեր թանկանոց համարներով, ավտոմեքենաների, ձեր վիլաներով, այսօր մեկը այդ բանի կոմենտարի այտակ գրել էր էլի նույն ձևի, թե խի եք ցույց տալիս թուրքին եք, ասում որ սենց բան կա էլի, բացեցի իր էջը, մտա մի երկու կոմենտարիա գրել եմ, որ նայեք ուղի եթերի մեջ կնայեք էդի, ատենամ ինչ շիկարդի կյանքի մեջ է ինքը, իր հակուկապը, իր երեխեքի, թորների հակուկապը նայում ես, իր ֆրֆռացած տեղերը, բաները էլի, ասենք մենակ իրանցից մեկն ու մեկի հակուկապը, երևի մի 3 ամսա մի ընտանիքի սնունդի գումարը, ու այդ սրիկա կինը ինձ գրում է, ասում է դու ես բացահայտում թուրքին թե ինչ ունենք, լոպազնում ես, դու այ լոպազ շանվորդի վրիցը, լոպազությունը թապում է, անես բաները վրետ հակած, դու ոչ կարա սենզի ասես լոպազնում ես լա, ասա հասկնամ, այդ կո եղած շորերից էդ մի քանի հատը, որ չարնեիր, բերեիր տայիր, մի երկու կսարքեինք ստրանից, 100%, Հիմնական այսքանն, ժողովուրդ ջան, իզուր գլուխներ չցավացնեմ, բայց մի բանի կուզենամ անդրադառնամ նորից, որ ինչքան էլ հիմա, եթե այս Մյունխենյան գագաթնա ժողովում թե ինչ կատարվեց, թե ինչ չկատարվեց, չենք իմանում այդ ամեն ինչը, բայց ես ասել եմ մի բան, եթե մեր վարչապետն ասում էր, որ սպասվում է Ադրբեջանի կողմից արձակում, պետք է մենք շատ զգոն լինենք, էլի, իրոք պետք է շատ զգոն լինենք, մեր բոլոր գերատեսչությունները այսօր մեզ պետք է նախապատրաստեն, մեզնից յուրաքանչյուրին հրահանգներ պետք է տան, այն ուսումնական վարժանքներ անցկացնեն բոլորիս ընտանիքների հետ, որ հանգարց ու հանգարց Աստվածյանի մի բան եղավ, ամեն մեկը իմանա ինչ քայլ է անում, խուճապը որ վերանա, խուճապ չլինի, այդպես պետք է լինի, հատկապես MÇS-ն ու արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարությունը շատ մեծ աշխատանք ունեն կատարելու մեր ժողովրդի հետ, շատ մեծ, բացի այդ դրանից էլ նայեք այ ժողովուրդ, ախր մի քանի հոգի գուցե դժվար բան եմ ասում, վատ բան եմ ասում, բայց դա իրականությունն է, դոնորական խմբերի ձևավորում չունենք մենք, Աստված չանի, վաղը Արունի կարիք ալնելու, Արունի, ոնց ալնելու կազմակերպել նտրա, ախր հասկանում եք, շատ բաներ կա, ռմբապաստարաններ չունենք, ասենք, որ մի հատ պայթուն եղավ, մի հատ տագնապ եղավ, ով ինչ անելու, իրար տրորելու են,
անարխիա լինելու։ Դրա համար մեր գերատեսչությունները ժողովրդի հետ աշխատանք պետք է տանեն, աշխատանք, պարտադիր, բոլոր տեսակով, որտեղ ինչ ակոբ պետք է փորվի, տեխնիկայի հաշվառման, հենց հիմա արդեն տեխնիկայի տերերին, հատկապես տրակտորիստներին, հատկապես էքսկավատորչիկներին, կռանովչիկներին, պետք է բոլորին ասեմ, գիտես ինչ կան կաց մի հատ բան եղավ, դու անմիջապես հասնում ես ես ինչ տեղ, ես ինչ գործողությունը պետք է անես, որ չընկնենք, ուշացնենք, վայ ուշացրինք, հələ նայեք ուղիղ գծով 70 կիլոմետրի վրա ենք, հաշվի առեք այդ սահմանն ու Երևանը իրար հետ որ վերցնենք, մտածեք այդ մասին, հարգելի պետական այրեր, սա այն բանը չի, որ չբարձրաձայնվի, հասկանում եք, ինչն է ձեր աշխատանքը, հենց սա է ձեր աշխատանքը, չպետք է սպասենք ինչ-որ միտեղ մի հատ հրդեհ լինի, տուն վառվի կամ շինություն վառվի, որ նոր ձեր լրիվ կոմանդա ուղարկեք ընդ ցույց տաք, որ դուք կաք, դուք մասաների հետ խիստ աշխատանք պետք է տանեք, տեղական ինքնակառավարման մարմինների հետ պետք է խիստ աշխատանք տանեք, իրանք պետք է հանձնարարությունը իջացնեն իրանց ուրեմն բնակիչների վրա, ուրիշ ձև չլինի, էլի, բախի եմ տվել ձեզ այդ պաշտոնները, ասեք տենամլը, չեն տվել, որ պարգևավճար գրեք ձեզ ես, իմ ինչ անեք, տվել են, որ ես ժողովրդին տեր կայնիք, հիմա ասենք, որ բան եղավ, ես ինչ իմանամ, ինչ պետք է անեմ, ուր պետք է գնամ, ումը դիմեմ, լապատկա վերցնեմ ձեռս, քլունգ վերցնեմ ձեռս, բահ վերցնեմ ձեռս, ինչ պետք է անեմ, սահման պետք է գնամ, ում հետ պետք է գնամ, ինչ զենքով, այս ամեն ինչը պետք է հաշվի առնվի, նախապատրաստեք մեր ժողովրդին, պատերազմ է սպասվում, չի լինի ուրիշ ձև, չի կարա ուրիշ ձև լինի, հասկանում եք ժողովուրդ ջան, պահանջեք, ժողովուրդ ջան, պահանջեք մեր այս ղեկավարներին, որ զբաղվին այդ ձևի, սկսած գերատեսչություններով, մարզպետարաններով, ուրեմն համայնքապետարաններով, բոլորը հիմի գոյնեթե օրը մի 3-4 ժամ պետք է իրաց կատարածություններին, բանին կանչեն, ասեն, սխեմաներ պետք է ունենան արդեն, թաքստոցներ պետք է ունենան երեխաների համար, գոյնե երեխաներին, երեխամայրերին, հղիներին, ինչ ձևի պետք է տարհանման աշխատանքների մասին պետք է մտածվի, անվտանգ ճանապարհները պետք է որոշվի արդեն ամեն ինչ նարվի, ուր եք թողնում սենց անտերես ժողովրդին, հա? Թող չլինի պատերազմ, բայց ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմին, հասկանում եք? Ու այդ ժամանակ բանակը կիմանա, այս զինվորը, որ կայնած է սահմանի, կիմանա, որ իր ընտանիքը տեղեկացված է, գիտի ինչ ձևիկ տարան, արխային կկայնի թշնամու դեմը, ուշում Միտքեսյանի վրա չի լինի։ Բուժտալը զինվորին ո՞նց հալնում, այդպես հալնում։ Մի գաղտնիք կա, եղել է, անձամբ իմ հետ այդ եղել, եթե ես սխալ խորհուրդ տայի այդ մեր հրամանատարներից մեկին, այս 20 թվականի պատերազմի ժամանակ ֆրոնտը ամբողջովին կբացվեր, հասկանում եք։ Մի մոռացեք, որ այնտեղ սահմանին կանգնած են մարդիկ, սպաներ, որոնց ընտանիքները թիկունքում են գտնվում։ Իրանք նույնպես պետք է ապահով լինեն, որ իրանց ընտանիքները թիկունքում ապահով վիճակում են եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ բոլոր աշխատանքները տարվում է, որ իրանք անվտանգ լինեն թիկունքում։ Եվ բացի դրանից էլի եմ ասում, էկոնոմիկայի նախարարությունն էլ պետք է մտածի MÇS-ի հետ միասին մենք ինչ զապասներ ունենք։ Սնունդի, հագուստի, վառելիքի, այդ ամեն ես չեմ ասում, էլ հրապարակ եք հետի։ Զբաղվեք դրանցով։ Շնորհակալ եմ ամենայն դեպս այս կոմենտների համար, որ ասենց սիրտ եք տալիս, որ ես էլ ձեր կողքին եմ իհարկե, Սովինար ջան, բա ոնց միասին իրար կողքի պետք է կանգնենք ու
Կարանանք այս երկիրը փրկենք, այտենց է։ Ես համաձայն եմ, այո, շատ խաբեբաներ են երկար տարիներ մեր ժողովրդին մոլորացրել, Զովինար ջան։ Եվ հիմա լավ, այս խաբեբաների հետևից էլ ընկնենք, այս հոգեբանության հետևից էլ որ ընկնենք, չի լինի, այո, մեր ազգի հավատը պետք է վերականգնենք։ Եվ այս վերականգնում էլ ես համոզված եմ, որ միասին էլ կանենք այս ամբողջը, ուրիշ ձև չի լինի։ Վերականգնելը որն ալնում է, վերականգնումը կայնում ասում են, չելնես չխոսաս հանգարց, արգելում են մարդուն ժողովրդի հետ խոսալը։ Իրանք ասում են, ոչ մի բան չենք անի քո համար, դու էլ հանգարց չելնի ժողովրդի հետ խոսաս։ Բայց դա ո՞նց հասկանանք այս վերականգնելու մեջ, Զովինար ջան։ Չեն ուզում իմանան, իրանք չեն ասում, ես կասեմ, բայց տեղ տվեք, տեղ դժվար է, իմ էլ պատճառեք բռը, ես իմ իշտ տավարություն այդ մարդու գործը չեք ենում, խեկը տես ալում, ասեք տենամ։ Մարդկաց հասցնում եք ինֆակտահարի, մեկ երկու չինովնիկ, հասկացեք, մեկ երկու հոգի։ Ես չեմ կար այնքան լավ մարդիկ կան մեր ղեկավարության մեջ, այ ժողովուրդ, բայց խի չեք տենում ձեր կողերից ովքեր են տորմուզ տալիս այս գործերին, հա։ Տենում եք ախր, դուքները չի ելիքում խոսակետները, եթե հատկատ չունեն մեջ այս գործերի, դրա համար չեն թողնում անեն։ Մարդը կային ասում է երկիրը հզոր երկիր դարձնենք, ես իմիշ կանենք ինչ անընդհատ գնա այս դուռը բաց, ասեն չէ գնա այն դուռը բաց, այդպես էլ չի կարելի ախր է։ Մեկ ի սիրեք այս երկիրը։ Բան մի արեք այդպես։ Հա, կար ընդ է։ Ծովիները միանում այն։ Ուրա, թող միանա։ Ծովինարի հետ միանանք խոսանք իրար հետ, այո։ Շատ հետաքրքիր զրույց կեթա։ Չի տվել էլ զապրոսը։ Ուր է Զովինար։ Մոդելի պատմությունը, հա։ Դա է։ Չէ։ Ուրա։ Դա նորից միացի Զովինար ջան։ Հեսա։ Ահա, Պերգասից է, էսով է, Էդգար Մանոկյան, հա, Զովինար ուր ես դու բա, ահա, Վիտալի, ուր է բա Զովինարը, այս յուրակ եք, այսքան չի բարձրանում, այսքան կոմենտարիոներ վերջնա ուրաման, ուր գնաս հսա, մի հատ էլ միացի Զով ջան, հա, որտեղ է չի միանում, հա բա, пригласить всего ее в эфир. Ով է էսի։ Ոնց եմ գուղարկում էդի։ Այս սրանով երևի, այս սրանով։ Հա, пригласить միացի Զովինարին մի հատ, ոնց ենք միանում։ Նայմն։ Ահա։ Արտորը։ Կչի, Զովինար։ Ռուսերեն է Իրանը։ Էսա մի բան կստացվի, աղաս ջան։ Դավավից տվեցի, ուր ես։ Присоединяться, давай, աղաս ջան, միացի դե։
Ուր ես ավաս։ Ահա, այ բարի լույս, հիմա երևացիր աղբեր։ Բարի երեկո հրամանատար ջան։ Բարև հազար բարի ջիգեր։ Ին գերեցի լավ բաներ ես խոսում։ Բնականաբար կան հաֆոներ, որ հունից հանում են։ Գիտես, ես որ մի քիչ ընդարձակվում եմ, լավ չեմ խոսում, բայց քո եթերում ուզում եմ մի քիչ կոռեկտ պահեմ ինձի։ Բայց դրանց բանի տեղ մի դիր, հաֆո են էլի, շունը, հաչումա, հաչա։ Մեկա մենք գիտենք, մենք ինձ ենք գանում։ Մենք պետքա բոլորի կարծիքներ հաշվի առնենք, իհարկե ճիշտ կարծիքները, բայց ասենք, որ մարդիկ կան, որ ասես վախեցած ձևով, վայ թուրքը տեսավ, թուրքը լսած, ներքին թշնամիներից վայր, ներքին թշնամից որն է այց էր սավը տանեմ, ներսի թշնամին որն է, մի հատ ասեք հասկանամ ես էլի, հա, մի ձեզնից զգուշանամ, ձեզ նկատի ունեք, հա, ոնց կլինի էլի, չեմ հասկանում։ Էդի գիտես, որ նա ումաշնը։ Այդ վախկոտությունը, որ կա մեջները, ու գիտես, այսօրվա այդ կամենտների մեջ այնքան շատ էին դրանք, զարմացա, ասես ինչ կատարված սրանց հետ։ Դու մի ասա, հետո որ վերլուծեցի, զգացի, որ ինչ-որ թելադրանքով զոմբիներ կամ ինչ-որ մի երկու հոգի նստած անընդհատ բան են անում, էլի, նույն մացիմով նույն բաներն են գրում։ Խիեք հրապարակով, խիեք ավտոմեքենան ցույց տալիս, խիեք ավտոմեքենայի համարը ցույց, թե այ էշ, ընդ ավտոմեքենայի համար կա։ Տեսել եք ավտոյի համարը դուք, մտածված ես մարդուն կանգնացրել եմ համարների դեմը, որ համար չերևա, չիմանան որ զորամասա, ուրա, ինչա, ես ինչ բանի մասին է խոսակցությունն ասեք։ Ումաշան ջան, անենց են։ Հա, սենըտ կդրտվում է քո ավաս։ Ալո։ Ոտ կապերը լավ չեն ինչ որ ավաս ջան։ Լավ է։ Wi-Fi-ով եմ դաժեմ, բնես չի որ դուսնեմ։ Մեկ կդրտվում է սենըտ։ Հա, հիմա նկարը չկա։ Հմ։ Քո մոտ երևում, հա։ Երևում է, հա։ Երևում։ Բայց դե գիտես, ասում եմ, մեր գործը այն գործն է, որ ով ուզում է, ինչ ուզում է անի, մեր դեմը չի կարա փագի։ Ով ինչ կան, Մենք հաչա, մեր գործը հաչա։ Հա, հաստատ։ այդպես է ցավը։ Պրոստը ցավն է նա, որ Պրոստը կներես հրամանատար ջան, ցավն է նա, որ այս ծայրահեղ վիճակին, այս լարված, այս ամեն ինչը որ ունենք, գոնե հիմա համախմբվեն, ասեն հնտես խոսքի Ղումաշյանը բարի գործ է անում, լավ գործ է անում, այս կողմ այն կողմ փորձենք, ասենք այդ մարդուն օգտակար լինենք մի բանով կամ Պողոսը ենթադրենք մի ուրիշ հարցով, այնքան են այս մոլորվես ազգը, լավը չեն կարում ջոգեն, ոչ լավը, ոչ վատը, պրոստը մենակ կենտրոնացել են, նախքին, չգիտեմ եսի ինչ, սենց մի հատ անկապ ինչ-որ բաների մեջ են մտե էֆորյաների։ Մի հատ լավ բանից խոսամ, շատ լավ բանից, ու դա բոլորին դաս լինի սա։ Երեք ուրեմն նոր խորհրդակցության էինք մեր ընկերներով, Հակոբներ, Բոբաներ եւ այլն, Վարդանով ասած զրույց է խոսակցություն, խորհրդակցություն եւ այլն, գալիս եմ տուն, ճանապարհին զանգում է ինձ մի հատ տարեսկին, ժողովուրդ ջան, լավ լսեք էսի, ու եկեք բոլորս դաս անենք, այն ինչ որ լսում եք։ Մի խոսքով ինքը զվարթնոցից էր, ինքը շատ խնդրեց, որ իր անունը հիմա չտամ ես, բայց ես Ռուզանա Ասատրյանին խնդրեցի, որ անպայման իր մասին մի բան գրի ու գրել է։ Ու ինքը ինձ ասում է, ես կհելնեմ ճանապարհի վրա, այդ Երևան Հոկտեմբերյան տռասայի վրա կսպասեմ, ես ինչ տեղը, մինչև դուք գաք, ես անպայման ուզում եմ տեսնեմ ձեզ։ Ինչ ձևի ուզեցի իմանամ, ինչի համար է ուզում տենա, չիմացա։ Վերջը դասի մեծ կինա, ոնց կլինի։ Զանգեցի ասեցի ժամին գոնե դուսարի մի երկար սպասի, էլի ես որ դուրս կամ կասեմ եւ կհասնեմ տեղ կհանդիպենք, հանդիպեցինք։ Ավաս ջան, ժողովուրդ ջան, հավատացեք,
իմ վիճակ այդտեղ սիրտս լցվավ արդեն մի հիվանդ ինվալիդ կին մարդը իր դեղերի գումարը հավաքել է ասում է ես ուզում եմ այս գումարը տամ մեր ազգի համար մի բան սարքես հասկանում եք դուք ինչի հանդիպեցի ես երեք դուք տենում եք ինչ մարդ ունենք մենք այս երկրում խնդրում աղաչում եմ մեռնիմ ջանիդ այ տատի ջան այ քուր ջան այ մեր ջան ես ինչ ես անում դու ոնց թե քո դե ոնց կարամ ես այդպես քայլ етամ իմ մար քո առողջությունն է կարևորը վերջը մենք խոստացանք որ պարտադիր է տալու ենք իրան հյուր այցելենք իրան ու անպայման կայցելենք մի հատ լավ խմբով էլի այն մարդկանց ովքեր այս երկրի համար մտածում են ու այս Ռոմաշյան ջան, դու պատկերացրեք ես ինչի հանդիպեցի երեք ու այսօր ինձ ինչ են գրում դու պատկերացնում ես ինչի մասին է խոսքը նայ ախպեր ինչ եմ ասում ես բոլորը լավան ջուրը խմեն բոլորը ովքեր էս բաներ են գնում ովքեր վախեցած են քան ոնց որ ասած ես չհասկացա դուք ինչից եք վախենում տեսեք մենք ինչ ժողովուրդ ենք դուք ինչից եք վախենում իսկ մարդիկ որ այդ 20 միլիոններ են տալիս իրանց համարներ են հանում իրանք չեն մտածում այս բանակի մասին արա մարդը ցավը գիտես որն է հրամանատար ռազմական արդյունաբերությանը գումարներ տվեք զորամասերին તો բագիներ նվեր առեք կվադրացիկլներ նվեր առեք տվեք շատ կարևոր բաներ են դրանք տարերեք ինչերի վրա եք ուզում ճոխություն անեք մի վաղը դու որ հանդիպիս մի հատ այդպես համարներով մեկը որ տժալով ֆրա ինչ օրը կգցես դրան օրինակ ինձ որ հանդիպան ես անպայման խփելու իմ ավտոյով դրա ավտոյին խփելու եմ 100% հենց ռաստվանանձի թո գապալեն էլ անիծած ցավը գիտես որն է Ռոմաշյան ջան նա հիմա հասարակ օրինակ եմ բերում Տես այտենց վախ են մտցրել մեջները կամ բան չէ բալավ եթե վախում եք կռվելուց վախում եք ձեր հայրենիքը փրկելուց վախում եք ոբշեմ շատ չընթարցակվում չեմ ուզում քո լայվի մեջ շատ բաներ խոսամ բա չեք վախում որ վաղը մյուս օր ադրբեջանցին գալու է մտնի ձեր ծոցը 1000 ներողություն ձեր կնանիքի ծոցը դրանից չեք վախում կռվելուց վախում եք ավելի լավ է մեռնեմ որ ասում եմ Մաքուր հոգով մեռնեմ, քան թե ապրեմ, բայց պղծված ապրեմ։ Ում է պետք է ապրելը։ Տենում եք, թե պիղծերը ինչքան շատ են մեր մեջ։ Կան, հասկանում ես, աղաջան են մեր ծովերի։ որ այդ պիղծին մատով կպնում ես, մի անգամից յացն է կանչում, յա չգիտեմ քնչականը, յա եսի ինչ, չեն էլ ուզում, որ այդ պիղծերին, այդ դավաճաններին մաքրենք ես երկրից, մենք մարդավարի ապրենք, մեր գործը Իգործ անենք այդքան առաջ ոչ մեկը գարանտիա չունենա ոչ մեկը եթե անգամ լայնածավալ սկսվավ եւ հոտը գալիս է դրա հատկապես Էրդողանի ու Ալիևի հանդիպումից հետո նորից հոտը ավելի ուժեղացավ դրա թող ոչ մեկը գարանտիա չունենա որ то ինչ նորից հոտը ավելի կպրծնի այդ ռակետները որ եկան չէ նրանք դրանով են գալու եկեք ճիշտ հասկանանք Այս ամեն ինչը նրանք իրանց զորքը կպահեն իր այդքան որ բայրակտարներն առը չի բավականացնում Իսրայելից բերում են արդեն կամիկաձե դրոնները չի բավականացնում իրանց ինչ համար են բերում այդ հարձակողական ամեն ինչը ծեր վրա հարձակվելու համար բայց ամենաճիշտը գլի որ մենք իրար հիմա ճիշտ բացատրենք ինչ է սպասվում սպասվելու դեպքում ինչ կարելի անել ոնց կարելի անել բայց այս բացատրողը ոչ թե ես եմ ոչ թե դու ես այս բացատրողը պետք է լինեն պետական ստրուկտուրաները ախր ես շատ եմ բարկանում այս մեր պետական ստրուկտուրաների լռության վրա MÇ-ի լռության վրա եմ բարկանում որ աշխատանք չի տանում ժողովրդների հետ, դպրոցների հետ, ուսումնական տագնապներ չեն անում, ախր հասկանում ես, այս ամեն ինչը կարևոր բաներ են, որ պետք է նախապատրաստենք, ասում են խուճապ կանգնի ժողովրդի մեջ, խուճապ չի լինի, ժողովուրդը ինչքան պատրաստված է, այնքան խուճապը կվերանա։ Դա Մարդ եթե իմանա որ ինչ պետք է անի, ոնց պետք է անի, հիմա ժողովուրդը խուճապի մեջ չի որ ամեն օր ասում ենք մենք ինչ ձևի ուզում ենք դիվանագիտությամբ տանենք բանակցային տարբերակների գնանք բան, բայց իրանք պատերազմ են հայտարարում։ Բա խուճապն է դա թե իմ ասածնա խուճապը, ասեք տենան։ Որն է խուճապը։ Բա որ այդ ամեն ինչին չնախապատրաստեն։
Աղջան լավ գիտես, մի հատ հանկարծ հերթի ռանգավ Երևանի կողերը իրար ոտրատակ կանեն սող։ Ոտրատակ։ Չեն անելու։ Բայց Դե եթե պրոստը- պատրաստ եղան, եթե պատրաստ եղան, մեկը մյուսին արդեն կասի, ոչ, ես ինչ տեղը գնացինք, այն ինչ տեղը գնացինք, այն արեցինք, այն արեցինք, ամեն մեկը իր գործը կիմանա, փոքր, երեխուց, մինչև մեծ տարեց, պետք է իմանան, ասենք վտանգի դեպքում ով ինչով է զբաղվում, ինչ անում, որ ուղղությամբ է գնում, որտեղ է թաքնվում, ինչ գործողություն է անում, բոլորը պետք է տեղյակ լինեն, ոչ թե այս ամիջը թողնենք սահմանապահ ժողովրդի վրա ու մեկ էլ զինվորի վրա։ Հետո վերջում ասենք մենք զգուշացրել ենք, որ պետք է կռիվ լիներ, ինչ անենք։ Ես էլ հիմա զգուշացնում եմ, եթե կռիվ եք ասում լինելու է, ելեք նախապատրաստեք այս ժողովրդի կռվելու։ Ախր Բերում Հումաշյան ջան, այս ժողովրդին ամեն ձևի որ ասում է տանում են ոչ թե կռիվ անելու կամ պատրաստ լինելու կամ որևիցե բան, այլ այդ ժողովուրդը գնում է նրան, որ մենք պետքա մուրացկանի նման մուրանք, ողորմենք, ախր զարմանալու լինելա, որ ամեն ինչ կարում ենք ենենք։ Ես էլ եմ ասում, Հակոբ Ագայանին տեղ տվեք, արեց ես գիշեր կանչեք տեղը տվեք իրան, թող իր գործիքները բերի լսի սկսի աշխատել այդ մարդը։ Ինչի համար եք ուշացնում այսքան։ Ինչի համար։ միգուցե ձեռ չի տալի Հումաշյան։ Դե ձեռ չի տալի ուրեմն բա։ Դες է գալի։ Մեր ընկերներից մեկը հրաշալի բան է ստեղծել մեր ընկերներից մեկը, շատ հրաշալի բան, կայնը ասում ենք օդը բացա, օդը փակա, փակում է այդ մարդը օդը։ Ինչ Բախի չեն բաներ եք դեմ տվել, որ չկարողանա այս մարդն աշխատի, ասեք թե նամա։ Տեսել եք, որ օգտագործում եք դաժե, խի եք այդպես անում, արա մի արեք այդպես։ Մարդ եք, ընտանիքի տեր եք, այդ մի հոգին, որ այս մարդկանց տորմուզ է, մի հոգին է տորմուզ տալի է, ամբողջ ազգը տուժում է դրանից։ Չի կարելի այդպես։ Ես մի բան եմ, չգիտեմ, նկատել, որ ազգի մեջ Հումաշյան ջան մտել է մի հատ այնպես բան, որ ոչ թե ավելի շատ վախի մտնոլորտը, այլ դե բան անենք, էլի բարեկամանանք ազգի մեջ գիտես ինչ է մտած։ Ազգի մեջ մտածած զոհ տենալու փաստը։ Հենց զոհ են տենում, մեկիչ ոնց թե գուզեն ստապվին։ Հետո մոռնում են, մի քանի օր անցնում աղբեր։ Մոռնում են, որ հեսա նորից զոհ կտենան։ Ես ինչ բան է, այ աղբեր ջան, հա։ Ես վերջի դեպքերը, որ եղա, բա այստեղ խառնված իրար, ես ինչ արեցին, եւ նորից մոռացակ, չի կարելի, չէ, չի կարելի։ Մեր տղերքն են, ինչ կա, դուք հերոս սիրող ազգ եք, դուք արել են մեռած հերոս, հա, ոնց հասկնամ էդի։ Մեր ազգը սկսել է շատ արագ մոռանալ։ Սկլերոզ է տարածվել ազգի մեջ, չգիտեմ։ Ապրելով հաղթել սիրեք, ապրել սիրեք։ Ոչ թե մեռելու հոտ է գալի վրեկիցը տարա արդեն։ Ես ինչ վիճակ է։ Մեր ազգի մեջ պետք է հիմա ասենք, եթե PR արվի, որ գիտեք ինչ, մենք պետք է կռվենք, մենք պետք է մարտունակ լինենք, մենք պետք է հաղթանակ կոչենք եւ այլն, այլ մեր ազգի մեջ PR-ը արվում, վախի մտնոլորտը, մոռացկոտության մտնոլորտը, այդ որ շատ արագ սկլերոզ անում սաղի մոտ մոռանում են, անգամ այս 20 թվականի պատերազմն են արդեն շատ բաներ մոռացել։ Ես ուրեմն միանշանակ պատասխանատու հայտարարություն եմ անում։ Ազգովի ելեք կանգնենք մեր բանակի կողը, ռազմական արդյունաբերության կողը կայնենք։ Ով ինչ ավելորդ ծախսեր ունի դեսուդենենելու, մի քիչ կրճատեք ձեր ծախսերից, տվեք ռազմական արդյունաբերությանը, վստահեք մեր ռազմական արդյունաբերությանը, վստահեք ժողովուրդ։ Ամեն ինչ չէ որ խոսվի, ամեն ինչ չէ որ կասվի, հրաշալի անձնավորություններ ունենք մենք, հասկացեք, հրաշալի, վստահեք մեր Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերությանը եւ մենք կհասնենք շատ կարճ ժամանակահատվածում այն աստիճան, թո թուրքը անընդհատ դասից ներմուծումներ են, փողեր ծախսա զենք առնի, մենք չնչին գումարներով այնպես բաներ մեր ռազմաարդյունաբերությունը կանավոտի, որ կզարմանաք բոլորը,
Արեք այդ բանը, ամեն ինչի մասին չէ որ պետք է խոսվի, ամեն ինչը չէ որ պետք է ասվի։ Հələ բան չեմ ցույց տվել, Երևան, են չես ցույց տալի, Թուրքին ես ցույց տալի, այ ապուշ, ինչ եմ ցույց տվել որ դու Թուրքից վախեցար։ Լասա տենամ։ Հա։ Ընդհակառակ, ոգևորվեք այնքանով որ վախենա, ինչ է եղել։ Թիա։ Չեն ուզում Թուրքը վախենա, Տալի որ վախենա, չեմ ցույց տալի որ բանը լինի։ Էսա խնդիրը։ Ազգի 70%-ը լրատվականներից բռնած էթում են հենց այդ բոյի վախտը ես իմ դիրք են նկարում բան են անում դրա հետևից չեք ընկե երբ որ մարդ թազա մի հատ ինչ-որ հետաքրքիր բան է անում որ բանակին պիտանիա կամ ազգին պիտանիա միանգամից սկսում եք հազար ներողություն քամակները ճղել բայց այն որ էթում են դիրքերում նկարում են խմում են չգիտեմ ինչ ապուշություն են անում ով ուզում է կամավոր է թա ոչ բուզնություն անցնում ոչ բան դրանք հեչ բայց հենց մեկը մի հատ լավ բան է անում ամեն ձևի շուռ են տալի մի հատ կադր միտեից են գողնում միտեից մի բան են անում որ այդ մարդուն փնովեն որ հանգարց այդ մարդը իր լավ քայլերով առաջ չտա Ղումաշյան ջան քո եթերն է բայց չեմ կարա չասեմ ուրեմն սաղը տակաժների տող արեք հայ ազգ Ղումաշյանի նման մարդիկ մեր նման մարդիկ ովքեր հանուն հայրենիքի պատրաստ են ամեն ինչի ու հանուն հայրենիքի իրենց լումաններ դնելու են ու դնում են ու պտի դնեն ինչքան էլ ուզում եք փորձեք կապիկություն արեք ֆեյքով գրեք տուզիկություն արեք չգիտեմ ինչ այ փնթիներ չեք կարենալու մեզի դուխաթափ անեք ոչ է հիասթափացնեք մենք միշտ մեր բանակի կողքին ենք լելու ու եթալու ենք առաջ ես ուզում եմ կարդամ մեր արտակի գրած կոմենտը քեզ աղաս ջան մենք չպետք է մեռնենք մենք պետք է պայքարեն իսկ ով ուզում է մեռնել դա իր խնդիրն է հայրենիքի համար պետք է ապրել որ ապրեցնել ոչ թե մեռնել այսպես այն էլ ով է գրում մեր հերոսի հայրն է գրում էսի դուք հասկանում եք այսքան բան այ զոմբիներ խելքի արեք հասկանում եք այս երկիրը պահելա պետք չի կարել այս թողնել